Կիսահաղի որոշում լրատվամիջոցների ներկայացուցիչներն այսօր այսպես բնորոշեցին քրեական օրենսգրքի զրպարտության եւ իրավորանքի մասին հոդվածները հակասահմանադրական չճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշումը։ Որոշումը այնպիսին է, շատ նման Գագիկ Հարությունյանի եւ սահմանադրական դատարանի կերպարին, այնպես երկակի է, կա մեջը եւ բացասական բան եւ դրական բան։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով սահմանադրական դատարանի որոշումն առաջին հերթին ուղերձ է դատարաններին եւ ազգային ժողովին։ Կարծես թե բացատրում էր, թե ինչպես պետք է կիրառվի քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որպեսզի դատական պրակտիկայում խոսքի ազատության սկզբունքները չոտնահարվեն։ Բայց սիրելիներս, ախր սահմանադրական դատարանը իրավախորհրդատվական կազմակերպություն չի, գիտական հիմնարկ չի վերջո։ Ըստ Տիկին Օհանյանի այս որոշման վերջ դրվեց քաղաքացիական օրենսգրքի զրպարտության եւ իրավորանքի մասին հոդվածների բարեփոխումներին, որոնց պատանդ են դարձել լրատվամիջոցները։ Հոդված ինքը այնքան վատն է, որ տեղից վեր կացող ցանկացած անձ, ցանկացած հոդվածի հետ կապված կարող է դիմել դատարան եւ պատիվ պահանջել մեզնից։ Իդեպ այսօրվա քննարկմանը չէր մասնակցում սահմանադրական դատարանի ներկայացուցիչը։ Նա պատճառաբանել է, թե հիվանդ է։ Լուսինե Դեմիրճյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։